մեր այսօրվա իշխանությունը անում է ամեն ինչ, որ պահի իր աթոռը։ Ուրիշ ոչ մի նպատակ չունի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր խոսել են իշխանության թերությունների մասին, ովքեր պահանջել են, որ իշխանությունը հեռանա, նրանց բոլորի հանդեպ հարուցվել է նկարած քրեական գործեր։ Եվ այդ մարդկանց մեծ մասը մեկուսացվել է, բանտարկվել են, պարզ ասած։ Չի հաջողվել, օրինակ, բանտարկել ինձ։ Ինձ ասում են, ինչ չես վերադառնում Հայաստան։ Հիմա բացատրեմ։ Ես չեմ ուզում կատարել Նիկոլ Փաշինյանի օրակարգ։ Ինչ եղավ այն ընդդիմադիրների հետ, որոնք այսօր բանտարկվել են։ Ցավոք սրտի պետք է ասեմ, իրենք կատարեցին եւ գնացին Նիկոլ Փաշինյանի օրակարգով, նա պլանավորել էր իրենց բանտարկել, իրենք գնացին, հանձնվեցին եւ բանտարկվեցին։ Իրենց գցեցին թասիբի, իրենք շատ թասիբով մարդիկ են։ Իրենք վախկոտ մարդիկ չեն, դա պարզ է։ Իրենց խաբեցին, իրենք գնացին, հանձնվեցին։ Ցավոք սրտի։ Եվ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր առջև դրված խնդիրը։ Հասկանում եք, ինքը պլանավորել էր, իր ծրագրի մեջ կար, այսինչ մարդկանց կալանավորել։ Այդ մարդիկ լինելով թասիբով, լինելով անվախ, գնացին։ Ես կարծում եմ, որ պետք է լիներ հակառակ։ Կներեք, բայց պիտի ասեմ, պետք է անեին այնպես, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանար իրենց կալանավորել։ Այդ դեպքում մենք կարայինք ասենք, որ կա արդյունք։ Այսօր արդյունք չկա։ Ինչ ստացվեց։ Մարդիկ գնացին, նստեցին, մեկուսացվեցին։ Այդ 2 ամիսը դառնալու է 6 ամիս, հետո դառնալու է մի տարի։ Մի տարուց հետո ես ասել եմ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի հեռանալու, այս բոլոր գործողությունները հենց դրա մասին է։ Երբ որ ինքը իրան կընտրի, հնարավոր է ձեզ բաց թողի։ Ու նորից սաղ կսկսենք 0-ից։ Դրա համար էլ ես չեմ ուզում կատարեմ Նիկոլ Փաշինյանի օրակարգ։ Հավատացեք, իմ կյանքում շատ վտանգներ ա եղել ծառայության ժամանակ։ Նենց որ Արշակ Կարապետյանի համար այնքան էլ խնդիր չի գալ հանձնվել, որ ինչ-որ ապացուցել ինչ-որ բան։ Բայց մենք կորցնելու ենք այն նպատակների կատարման մասը, որը ես դրել եմ իմ առջև։ Եվ մարդիկ, որ այսօր ինձ հավատում են, չէին կարա շարունակեն իրենց պայքարը առանց իմ ներկայությամբ։ Ինչ որ կատարվում է հիմա այն մարդկանց հետ, ովքեր գնացին հանձնվեցին։ Հիմա իրենք ընկնելու են այդ դատական պրոցեսների մեջ, դրա վրա են ժամանակ ծախսելու, ռեսուրսներ ծախսելու, գումարներ ծախսելու եւ այլ եւ այլ։ Եվ իրենց կյանքի մի մասը գնալու է բանտերում։ Ոնց որ եղավ իրենցից առաջ մի քանի հոգու հետ, որ տարան մի 3 տարի նստացրեցին, հետո բաց թողեցին, որտեղ չեն կարող ապացուցեն, թե ինչ է իրականում այդ մարդիկ արել են, թե չէ։ Ես միշտ ասել եմ, ես ունեմ շատ մեծ հարգանք այն քննիչների հանդեպ, ովքեր արդարության կողմ են։ Իսկ դրանք մեր քննչական ծառայության մեծամասնությունն է։ Բայց այն մարդիկ, ով որ նկարում է գործեր,
նրանք պատժվելու են։ Շատ մեծ հարգանք ունեմ մեր դատավորների մասին։ Մի քանիսին շատ լավ ճանաչում եմ, միջազգ քննիչներից էլ շատերին ճանաչում եմ։ Իրենցից շատերը ունեն մարտական անցյալ, շատ հարգում եմ, բայց կան մի 3-4 հոգի, որոնք պղտորում են մնացածին, որոնք ընդամենը Նիկոլի չագուչ բռնողն են և կատարում են նրա ցուցումներ, ակնհայտ նկարած գործեր մեր հոգևոր ծառայողների հանդեպ, ակնհայտ նկարած մեղադրանքներ նրանց աջակցողների հանդեպ, ակնհայտ նկարած գործեր Սամվել Կարապետյանի հանդեպ, ակնհայտ, ես դա ասել եմ մի անգամ, բայց նորից եմ կրկնում, չպետք է հանձնվեին, կարում էին թողային տանեին, հիմա ես այստեղ եմ, կարում եք, եկեք տարեք, ես գալու եմ ինքս և մտնելու եմ հրապարակ և իջնելու եմ այրոպորտում դրանից առաջ։ Այս իշխանությունն էլ իմ դեմը կարմիր խալեա փռելու և պաչոտնի կարաուլա շարելու։ Պարզ ասում եմ ձեզ։ Այս սրանք գնացող են, ով որ դա չի հասկանում և շարունակում է ասել մեր մոտ ամեն ինչ լավ է, ու կան տենց զոմբիներ, զոմբիացված կատեգորիաներ, կան ցավոք սրտի։ Ինչն է լավ։ Թուրքը մեր տան շեմին է։ Թուրքն ասում է 300,000 թուրք պետքա բերես և բնակեցնես Հայաստանում։ Չենք հասցնի աշներս բացենք և այդ թուրքերը կհայտնվեն մեր տներում։ Պարտվել ենք բազմիցս, թե մարտի դաշտում, երկիր ենք կորցրել, նորից սարքել ենք երկիր։ Նույնիսկ այդ երկիրը տեղերն ենք փոխել։ Երբ որ Հայաստանում կորցրել ենք այսօրվա տարածքում, մենք Կիլիկիայում ենք սարքել, ունեցել ենք Կիլիկիոս թագավորություն։ Եվ այդպես շարունակ։ Բայց երբևիցե մենք չենք ունեցել նման անթասիբ և վախկոտ ղեկավարություն։ Իրենց նշանակումները գնում են համաձայնացնում են արևմուտքի հետ նոր մարդկանց նշանակում են։ Ու հիմա այդ մարդիկ խոսում են անկախության մասին։ Մարդիկ, որ ասում են հանձնեցինք Արցախը, բայց ձեռք բերինք Հայաստանը։ Պատկերացնում եք։ Ասում են Հայաստանը ձեռք ենք բերել 23 թվականին, մինչև այդ Հայաստան չի եղել։ Նման հաջողությամբ կարա հանձնի Սյունիքը և լինի ավելի անկախ։ Իսկ երբ որ 300,000 ադրբեջանցի կբերի կբնակեցնի Հայաստանում, այն ժամանակ իր անկախությունը вообще չգիտեմ ինչ կդառնա։ Խաբեբայություն, ժողովուրդ, հանուն իշխանություն պահելու։ Բոլոր ազգային նպատակները ոչնչացված են իրենց կողմից։ Մենք իրենց դեմ պայքարում ենք ու անելու ենք ամեն ինչ, որ այս իշխանությունը հեռանա։ Ամեն ինչ։ Ես միշտ ասում եմ, ես դեմ եմ հայի արյուն թափելուն։ Նույնիսկ եթե այդ արյունը այսօրվա մեր երկրի վարչապետի արյունը կլինի։ Բայց ինքը դրդում է հայ ժողովրդին քաղաքացիական պատերազմի, որի համար ինքն էլ պատասխան է տալու։ Որտեվ եթե ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իրեն օրենքի սահմանում չես կարող հեռացնել, դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ դեպքում ժողովուրդը զենք է վերցնում։ Մեկ անի այդպիսի բան։ Թույլ տվեք են, ցույց տվեք են ճանապարհը և թույլ տվեք այդ ճանապարհով ժողովուրդը գնա։ Նույնիսկ եթե այդ ճանապարհի վերջում ձեզ պետքա փոխեն։ Հակառակ դեպքում Հայաստանում լինելու է քաղաքացիական պատերազմ։
Հույսով եմ, որ դա չի լինի։ Հույսով եմ, որ սրանք հեռանալու են այնպես, ոնց որ մենք բոլորս ուզենք, ու մենք անելու ենք դրա համար, մենք պայքարում ենք դրա համար։ Քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ ազգեր, որոնք հանձնվում են, վերանում են։ Շնորհակալություն։